Նոր սահմանադրության հետ կապված չգիտեմ ինչ եք լսել կամ ինչ են ասել, ես միշտ նույն բանն եմ ասում, ես ասում եմ հետևյալը, որ նոր սահմանադրության մշակման աշխատանքները սկսվել են հեղափոխությունից անմիջապես հետո, եղել են քաղաքական հայտարարություններ, որ մեր երկրին պետք է նոր սահմանադրություն, որը լեգիտիմ տարբերակով ընդունված կլինի եւ ընդունված կլինի ժողովրդի կողմից եւ դա է եղել այն նախապայման եկեք ասեմ, որը հիմք է հանդիսացել, որ քննարկումներ սկսվեն նոր սահմանադրության շուրջ եւ ես մեր լրագրողներին եմ հորդորել թերթել պատմության էջերը, տեսնելու համար թե նոր սահմանադրության հայեցակարգերը մշակվել են արդյոք թե ոչ եւ իրականում մշակվել են, բազմաթիվ քննարկումներ են եղել, ընդ որում տարբեր կազմերով են այդ քննարկումները եղել եւ այնպես է ստացվել, որ հետո մենք ունեցանք պատերազմը, կոവിഡ്ը, հետ պատերազմյան հետ կոവിഡյան ժամանակահատվածը եւ այս ընթացքում էլ այդ աշխատանքները շարունակվել են, բայց փոքրինչ դանդաղած տեմպերով։ Հիմա ես եկել եմ որպես նոր նախարար, ստանձնել եմ իմ պարտականությունները եւ ուսումնասիրել եմ, թե ինչ կա արված եւ ինչ կա չարված նախարարությունում։ Տեսել եմ, որ առնվազն չկատարվածներից նոր սահմանադրության նախագիծն է եւ հանձն եմ առել նաեւ առաջնորդել այդ նախագծի մշակման աշխատանքները, ինչ վերաբերում է նրան, թե ինչով է պայմանավորված հրատապությունը պայմանավորված է նրանով, որ դա մի աշխատանք է, որ մինչև այս պահը չի կատարվել։ Ու դա պետք է կատարվի, ու ես միշտ խոսել եմ այն մասին, որ մենք տեքստը ժամկետային զուտ առումով հաշվարկելով, թե մասնագիտական տեսանկյունից ինչքան կտևի տեքստը մշակելը, մոտավորապես 10-12 ամիս, միշտ իմ խոսքում նշել եմ, որ մինչև հաջորդ ընտրությունների անցկացումը տեքստը պատրաստ կլինի։ Այսինքն մենք մեր կողմից մեր տնային աշխատանքը այս առումով կանենք եւ մեր ժողովրդի դատին կհանձնենք նոր սահմանադրություն եւ կարմիր թելի նման իմ խոսքում միշտ շարունակաբար հնչել է այս միտքը, որ ցանկացած պարագայում ժողովուրդն է ընտրողը ունենալ նոր սահմանադրություն թե ոչ, մեր աշխատանքն է ժողովրդին ներկայացնել ավելի լավ սահմանադրություն եւ հնարավորություն տալ նրան ընտրել, ուզում է ունենալ այդ սահմանադրությունը թե ոչ։ Ինչ վերաբերում է մյուս հարցերին, որոնք հիմնականում միտված են հետեւյալին, թե ինչ եք գրում սահմանադրության մեջ, ինչի մասին է սահմանադրությունը եւ այլն, պատասխանը մեկն ու միակն է, որ այս փուլում մեկնաբանություններ չենք կարող տալ, որովհետեւ դեռ որոշարկված չէ թե ինչ տեքստ է եւ ինչ տեսք է ունենալու սահմանադրությունը։ Երբ որ կլինի որոշարկված, մենք իհարկե հանրության հետ գլուխ առ գլուխ, նորմ առ նորմ, նույնիսկ մենք կքննարկենք, թե ինչի մասին է նոր սահմանադրությունը, որպեսզի իրապես հնարավորություն տանք ժողովրդին նախ ծանոթանալ սահմանադրության տեքստին եւ կատարել իրենց ընտրությունը եւ այդ ընտրությունը որպեսզի լինի իրենց համար պատճառաբանված եւ օգտվելով այս առիթից, որ դուք ինձ այդ հարցներ տվեցիք, իհարկե ես ցանկանում եի նաեւ այս մասին ձեզ հետ խոսել եւ ոչ միայն ձեզ, այլ նաեւ մյուս մեր ընդդիմադիր գործընկերների խորհուրդը գործում է եւ խորհրդի կազմում ներկայության հնարավորություն ունեք նաեւ դուք ձեր խմբակցությունը եւ մեր մյուս գործընկեր խմբակցությունը, բայց եթե չեմ սխալվում, ինձ գործընկերս կուղի, որովհետեւ անմիջական մասնակցություն է ունեցել խորհրդի աշխատանքներին, դուք երբեք մասնակցություն չեք ունեցել եւ օգտագործելով այս հարթակը եւ առիթը կխնդրեի ձեզ, որպեսզի ձեր ներկայությունն էլ լիներ, նաեւ հաշվի առնելով այն դրական փորձը ինչ որ առումով, որ ունեցել ենք ընտրական օրենսգրքի փոփոխությունների համատեքստում եւ փորձենք միասին կատարել այս ծանր աշխատանքը եւ ունենալ ավելի լավ որակի սահմանադրություն, որը ոչ մի բանը չի վտանգի, այսինքն որը միտված կլինի մեր պետության եւ մեր շահերը պաշտպանելուն եւ որևէ բան չի վտանգի, այդ թվում խաղաղությունը չի վտանգի, որի մասին բարձրաձայնվում է եւ չգիտեմ ինչու է մանիպուլացվում անդադար, երևի իմ խոսքերն են մանիպուլացվել,
բայց իմ ասելիքը հետևյալի մասն է, որ մենք բոլորս, այո, մեր գործելակերպը պետք է կառուցենք ցանկացած դեպքում այնպես, որ որևէ բան մեր անվտանգային միջավայր եւ խաղաղություն չվտանգի եւ կարծում եմ, որ այս հարցում մենք կոնսենսուս ունենք բոլորի հետ, մեր ազգաբնակչության եւ նաեւ ձեր։ Արձագանքում եք։ Իհարկե, Նա շատ շնորհակալ եմ բայց այդ բանը հաշվի առաքել է համանդրական բարեփոխումների խորհրդին իսկ եկել։ Շատ շնորհակալ եմ նախ Տիկին Գալյան մանրամասն անդրադառնալու հնչած հարցերին։ Սկսեմ սկզբից, շատ լավ ներկայացրեցիք մի քանի առանձնահատկություններ, այդ նաև գլխավոր ուղղությունները, հա, եկամուտներ, ծախսեր եւ այլն։ Բայց ցավոք դա որևէ իրավական ակտով նկարագրված չէ, ներկայացված չէ։ Ես հասկանում եմ, որ պրակտիկայում բազմաթիվ բաներ կարող են լինել, որոնք որ այդ իրավիճակով պայմանավորված հավելյալ ջանքեր են ենթադրում, նոր մոտեցումներ, բայց հիմնական սկզբունքները առնվազն, հա, ծախսային քաղաքականության ուսումնասիրության, եկամուտների քաղաքականության պարզման քաղաքականության ուղղությամբ, գոնե սրանք պետք է իրավական տեսք ունենան, այսինքն բավարար են նաև իրավական որոշակիության կանոններին, ոչ թե ամեն մի գործի վրա մի նոր մեթոդ առաջ տարվի։ Հիմա տեսեք, օրինակ, նվազագույն սպառողական զամբյուղի օրինակը բերեցիք դուք, պարզ հարց է առաջանում, դա որ զամբյուղն է, առողջապահության նորմատիվներով հաշվարկված, թե տնային տնտեսությունների օրինակ հետազոտության հիման վրա բերված նվազագույն զամբյուղը։ Միշտ եղել են, որ առողջապահության 2412 կիլոկալորիայով հաշվարկված պարենային զամբյուղի հիման վրա որոշվող նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, թե ամսական, թե տարեկան կտրվածքով ավելի բարձր է եղել, քան տնային տնտեսությունների հետազոտության արդյունքներով բերված ցուցանիշը։ Նույնիսկ վերջին, հա, դրվագն էլ կարող, վերջին հրապարակումն էլ կարող ենք այդ կոնտեքստով, կամ գյուղաբնակ հատվածում բնակվող մարդկանց մասով, նրանց կողմից ստացված եկամուտների հաշվարկման մեթոդաբանության մասով։ Պարզ է, որ մինչև նույնիսկ հիմա էլ, հա, գյուղատնտեսությունը, որ ազատված է հարկերից եւ այլն, այդ հաշվառումների համակարգը չի կարող մարդը թուղթ ու գրիչով կամ համակարգչով նստած ամեն տարի իր եկամուտների ծախսերը գրի ու մտածի, որ մի օր կարող է հանկարծ Հայաստանի գլխավոր դատախազությունը սկսի վարել, սպասի պահեմ այս թղթերը։ Այդ հայտնի մենք ենք մեր սայերի մեջ, չէ՞ որ ասում են, որ նշանավոր իմանայի, որ նշանավոր դեպքեր կհիշեի։ Հիմա պատմություն կա, անցած ընթացք կա։ Այս նրբություններն ու առանձնահատկությունները իմ խորին համոզմամբ պետք է արտացոլվեն գոնե հիմնական սկզբունքներով, իրավական որոշակիության կանոնները հաշվի առնելով, գոնե պետք է արտացոլվեն։ Հանկարծ տպավորություն չլինի, որ ես կամ մենք դեմ ենք ապօրինի գույքը պետականացնելու, բացարձակ եւ անդադ մեծամասնության կողմից մանիպուլացվում է մեր խոսքը։ Մենք դեմ չենք, բայց մենք կողմ ենք, որպեսզի իրավական հստակություն լինի, իրավական որոշակիությունը սահմանադրական հիմնական իրավունքների երաշխավորությամբ լինի, այլ ոչ թե հայեցողական այնպիսի լիազորություններով, որ դառնա քաղաքական գործիք, որ այսօր անկեղծ գերազանցապես քաղաքական գործիք է որպես օգտագործում։ Գերազանցապես, չեմ ասում բոլոր դեպքերում, ասում եմ գերազանցապես օգտագործում է որպես քաղաքական գործիք։ Որպեսզի նաև այս կասկածները փարատվեն, մեթոդաբանության եւ դրա իրավական որոշակիության կանոնները պետք է այնուամենայնիվ ֆիքսվեն օրենքի մակարդակով։ Ես պարոն Վարդանյանին ասել եմ, առաջարկել եմ, որ մենք մի հատ առանձին քննարկում ունենանք, աշխատանքային ձևաչափով կլինի, պաշտոնական կլինի, կարևոր չի, բայց այս բոլոր հարցադրումների մասով դեպք առ դեպք բերենք այդ օրինակները ու ասենք օրինակ ինչով ենք առաջնորդվել այս դեպքը, այս մեթոդը կիրառելուց, կամ այս մյուս դեպքը, այս մյուս մեթոդը կիրառելուց։ Նորից եմ կրկնում, նպատակս իրավական հստակությունը ունենալն է։
Մյուս հարցի մասով սահմանադրության լեգիտիմության հետ կապված ես շատ կուզենայի, որպեսզի մենք մեր բառերի մեջ իսկապես զգուշ լինենք։ Եթե Հայաստանի սահմանադրությունը լեգիտիմ չէ, կամ չի ապահովում լեգիտիմություն, այդ դեպքում դուք ինչ եք անում։ Դուք որ երկրի կառավարությունն եք։ Եթե ասենց արտահայտություն է արվում, սահմանադրությունը լեգիտիմ չէ, կամ Էսի արդեն ձեզ չի վերաբերում, բայց քաղաքական թիվ 1 պատասխանատուներ, որոնք ասում են, ժողովուրդը չի ընտրել այս սահմանադրությունը։ Ասեք, եթե տենց է, ուրեմն դուք այդ սահմանադրությամբ նախատեսված կառավարությունը չեք։ Ո՞վ եք։ Ուզուրպատեր։ Ո՞վ եք։ Այսինքն սահմանադրությունը լեգիտիմ է այնքան, քանի դեռ նոր ժողովուրդը կամ սահմանադիրը նոր կանոն չի սահմանել։ Ոնց կարելի է էսի դնել սահմանադրության փոփոխությունների հիմքում։ Սա մոտեցում չի, ես իմ խորին համոզմամբ սխալ մոտեցում է, երբ որ ասում ենք սահմանադրությունը լեգիտիմ չէ, կամ սահմանադրական կարգավորումները լեգիտիմության պակասում են։ Դուք կարող եք ասել, որ ինչպես լեգիտիմության պակասը ու լեգիտիմ չեն, տարբեր բառակապակցություն։ Լեգիտիմության պակասի չափման միավորն էլ ինձ ասեք որն է, որ ես կարողանամ ասել, ցանկացած փաստաթուղթը լեգիտիմ է այնքան ժամանակ, քանի դեռ հակառակի վերաբերյալ իրավաստեղծել փաստաթղթի ստեղծողը չի ասել այլ բան կամ իրավասու մարմինը չի ճանաչել դրա ապօրինի կամ ոչ օրինական լինել։ Հետևաբար մենք պետք է պարտավոր ենք առաջնորդվել Հայաստանի Հանրապետության սահմանադրության որպես բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթով առանց կասկածի տակ դնելու նրա այդ գոյությունը որպես բարձրագույն փաստաթուղթ։ Այդ տեսակետից խնդրահարույց եւ մտահոգիչ է նաեւ, երբ որ դուք ասեցիք, ես հիշեցի նախորդ նախարարներին, որոնք աշխատում են սահմանադրական փոփոխությունների վրա, Տիկին Գալյան, եթե ես չեմ սխալվում, նույնիսկ կոնցեպտ հրապարակվել։ Շատ լավ, բա այդ կոնցեպտը, այդ աշխատանք, որը արվել է, հիմա ինչի հանգարցեց սա ծալվեց տրվեց մի կողմ ու որոշվեց, որ նոր սահմանադրություն։ Սրա բացատրությունը հիմնավորումը չկա։ Անկեղծ ես չեմ լսել որևէ ողջամիտ բացատրություն, ինչու է սահմանադրության փոփոխությունների կոնցեպտը, որ ստեղծվել է բազմաթիվ քննարկումների մաուրա, այո, ոչ ընդդիմության մասնակցությամբ, այնուամենայնիվ դուրս է մնացել կամ հիմա խնդիր է դրվել նոր սահմանադրություն եւ մտահոգությունը ել ավելի է խորանում այս պայմաններում, երբ որ Թշնամական երկիրը պահանջում է Հայաստանի սահմանադրության փոփոխություն եւ դա համեմվում է Հայաստանում իրավասու պաշտոնատար անձանց կողմից սահմանադրության փոփոխություն գնալու այսպես վճռականությամբ չեմ ուզում այն դեպի բացասական տիրույթ գնալու բանը, բայց այս պայմաններում երբ որ խնդիր է դրվում, որ Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի թշնամական այս ձևակերպումը, որովհետև ինքը խոչընդոտում է բանին, ինչին տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը, եւ հայկական կողմից Հայաստանի պաշտոնատար անձինք ասում են, մենք փոփոխում ենք սահմանադրությունը, ես սա համարում եմ վիրավորանք։ Որևէ այլ հիմքեր գտեք, բերեք, բայց այս ֆոնի վրա նման փոփոխության գնալը կամ նոր սահմանադրություն բերելը, հավատացեք, սա հանրության մոտ, մեր մոտ, բոլորիս մոտ միջազգային նաև ընկալումներում ընդունվում է որպես թշնամու պահանջը կատարելու պատրաստակամություն։ Ես համոզված եմ, որ դուք որպես անձ այդպես չեք մտածի, բայց հանրային ընկալումը քաղաքական այս ձևակերպումների ներքո այդպես է, կամ ինչ է նշանակում մինչև հաջորդ ընտրությունները մենք պետք է ունենանք սահմանադրության նոր նախագիծ։ Ինչու՞։ Այդ ինչ հանձնառություն։ Երբ եք ստանձնել այդ հանձնառությունը։ Տեսեք, այդպես հանձնառություն ես չեմ հիշում, որ դուք տեսեք, հեսա ավարտեմ, հանձնառությունը, երբ որ գրված է կառավարության ծրագրում եւ նշված են հիմնական
ուղղությունները բացարձակ չի վերաբերում այն օրակարգին, որ օրակարգի մասին հիմա հնչեցվում է փոփոխությունների կամ նոր սահմանադրության պահանջը։ Մինասյան, նոր ասում եք, ես չեմ հիշում նման հանձնարարություն, այդ որտեղ է նախատեսված կառավարության ծրագրումը նման բան։ Կառավարության ծրագրումը նման բան նախատեսված։ Ասում եք, ես չեմ հիշում նման բան, որտեղ է նախատեսված, ինչից սկսվեց կառավարության ծրագրում նախատեսված է, ես չեմ հիշում նման բան, որ նախատեսված է, ես դες ասում եմ նախատեսված է։ Կառավարության ծրագրում նախատեսված է, ծրագրի 70-րդ էջում 21-26 թվականների ծրագրի մասին է խոսքը, հաշվի առնելով հանրային եւ քաղաքական շրջանակների ընդգծված հետաքրքրությունը, կառավարությունը հանրային քաղաքական շրջանակների հետ քննարկումները սկսել նոր սահմանադրության կամ սահմանադրական փոփոխությունների ընդունման նպատակարարության հարցը որոշելու համար։ Այս կետից ձեր բոլոր դիտարկումները եւ մեր հարգելի լրագրողների հարցերը դառնում են կներեք, չասեմ անիմաստ, բայց առնվազն ժամանակավրեպ։ Հիմա անդրադառնամ, եթե կարելի է ձեր մյուս բոլոր դիտարկումներին։ Նախ մի բառ էլ կուզեի ասել, ես որ ասեցի, ինձ թվում է, որ խաղաղությունն այլ ընտրանք չունի եւ մեր բոլորի ջանքերը պետք է միտված լինեն դրա հաստատման եւ այդտեղ կա կոնսենսուս, դուք չարձագանքեցիք, ես համարում որ այդտեղ կա, եթե չկա, առնվազն պետք է լինի կոնսենսուս, որովհետեւ անսակարկելի է խաղաղությունը իրականում։ Ես արձանագրում եմ ընդհանրապես այս կետում այն ինչ որ ասվեց նախորդիվ։ Վերադառնալով ձեր հարցերին։ Սահմանադրության մասին, քանի որ խոսեցի, շարունակեմ հենց այդ թեմայով։ Ինչու կոնցեպտը դրվեց, այսինքն հայեցակարգը դրվեց մի կողմ եւ որոշվեց գրել նոր սահմանադրություն, կոնցեպտը չի դրվել մի կողմ, կոնցեպտը հայեցակարգը մեկ բան է, նախագիծը սահմանադրության մեկ այլ բան է, մեկը ավելի լայն է եւ ոչ մասնավորեցված, այսինքն բովանդակային առումով չի պարունակում սահմանադրության տեքստ եւ դա հայեցակարգն է եւ պարունակում է հայեցակարգային մոտեցումներ, թե ինչպիսին պետք է լինի սահմանադրության տեքստը եւ երկրորդը արդեն սահմանադրության տեքստն է նախագծի տեսքով եւ երբ մենք ասում ենք որ մենք պետք է մշակենք նախագիծը, այսինքն սահմանադրության նոր տեքստը, դա նշանակում է որ մենք պետք է մեկ քայլ առաջ գնանք եւ ավելի մասնավոր աշխատանք կատարենք, որպեսզի գրենք դրույթները, որոնք մասն են կազմելու մեր սահմանադրության, որոնք հիմնված կլինեն հայեցակարգային այս կամ այն հետևությունների հիման վրա։ Սա հայեցակարգ տեքստ այդ շփոթի լուծման հետ կապված իմ դիտարկումները եւս մեկ անգամ կրկնում եմ հայեցակարգը մի կողմ դնելու մասին չի խոսքը, հայեցակարգը այլ բան է, նախագիծը տեքստի տեսքով այլ բան է եւ նախագծի տեքստը այո պետք է հիմնված լինի հայեցակարգային որոշ մոտեցումների վրա։ Որ դուք ասում եք ոչ լեգիտիմ սահմանադրություն, որովհետեւ մեկը առնվազն այստեղ կամ մեկ այլտեղ չի ասում, որ սահմանադրությունը այս պահին, որը գործում է, լեգիտիմ չէ, այո, ճիշտ է ձեր դիտարկումը, ցանկացած իրավական ակտ, որը կա եւ գործում է, առնվազն կա եւ գործում է, եւ դրանով պետք է ղեկավարվենք բոլորս եւ հատկապես պաշտոնատար անձինք, ովքեր հնարավորություն ունեն կատարել գործողություններ, որոնց համար լիազորված են միայն օրենքով։ Խնդիրը այլ կետում է, երբ նաեւ վարչապետի կողմից այս հարցը բարձրաձայնվել է, խոսվել է բնակչության եւ իրավական կարգավորումների, նաեւ սահմանադրության միջև այդ ճեղքի մասին եւ ասվածը հիմնավորվել է ոչ թե նրանով, որ այս պահին մենք ունենք ոչ լեգիտիմ սահմանադրություն, այլ հիմնավորվել է նրանով, որ համապատասխան պայմաններ չեն եղել, որպեսզի լեգիտիմ միջավայրում ընտրություններ կազմակերպվեն, որ քաղաքացի սահմանադրություն այդ կապը արմատավորվի, հիմնավորվի։ Խնդրում եմ այս համատեքստով առաջնորդվենք, որովհետև այլ համատեքստ ուղղակի առկա չէ։ Մենք այսօր ունենք գործող սահմանադրություն, որն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ մենք ուզում ենք ունենալ ավելի լավ սահմանադրություն, որը կբալանսավորի իշխանության բոլոր թևերի միջև շահերը, իրավունքները եւ նաեւ լիազորությունները
մենք ուզում ենք ունենալ սահմանադրություն, որը ավելի լավը կլինի իշխանության թևերի զսպման եւ հավասարակշռման մեխանիզմների համատեքստում, ուզում ենք ունենալ սահմանադրություն, որը ավելի ամուր կապ կապահովի ժողովրդի եւ պետության միջեւ, դատական իշխանություն ենք ուզում, որ կազմավորվի գուցե եւ այլ եղանակներով, քան հիմա է կազմավորվում, որպեսզի ժողովրդի եւ դատական իշխանության միջեւ կապը ավելի ամրապնդվի եւ ուզում ենք ունենալ ամփոփելով միտքս լավ սահմանադրություն, այսքանը։